Ընդունել կնոջ էությունը, որպես կին մեր էությունը և ֆիզիկական կազմվածքը ստեղծված են խնամքի և քնքշության համար։ Մենք կերտված ենք ոչ թե կոշտ, այլ նուրբ կորերով։ Մենք ստեղծվել ենք քնքշության և սրտացավության ավելի մեծ կարողությամբ, քան տղամարդիկ։ Մենք ավելի խորն ենք զգում և սերը և ցավը։ Մենք ավելի կարեկից ենք, քան տղամարդիկ և կարող ենք արտասվել բոլորովին անծանոթի ցավի, պայքարի և կորուստի համար։ Երբ մեզ թույլ չեն տալիս պատշաճ արտահայտել այս հույզերը, մենք կանգնում ենք կամ արտաքուստ, կամ ներքուստ պոռթկալու վտանգի առջև։ Ինչ է տեղի ունենում, երբ պոռթկում ենք։ Իմ երբեմնի ոչ այնքան սիրելի սուրբգրային խոսքերից երկուսը նկարագրում են դա ամուսնության համատեքստում։ Երբ նոր էի ամուսնացել, հաճախ էի լսում այս մեջբերումը. «Լավ է բնակվել մի կտուրի անկյունում, քան թե կռվասեր կնոջ հետ»։ Մեծ տան մեջ։ Առակաց 25-24։ Կամ էլ պակաս գրավիչ մյուս տարբերակը. «Լավ է բնակվել ամայի երկրում, քան թե կռվասեր և բարկացկոտ կնոջ հետ»։ Առակաց 21-19։ Ահ, կտուրի անկյունում ապրելը կնշանակի ենթարկվել բոլոր տարերքների ծայրահեղ դրսևորումներին։ Կտուրը չի պատսպարում անձրևից, ձյունից, քամուց կամ կիզիչ արևից։ Սողոմոնն ասում էր, որ ավելի լավ է ապրել այսպիսի պայմաններում, քան մեծ տան մեջ կռվարար կնոջ հետ։ Երբ ամուսնուս Ջոնի հետ վիճում էի այս մասին, որ այն օրերին կտուրը գործածում էին որպես ծածկապաշտպան, բայց ինձ համար դժվար եղավ բացատրել երկրորդ սուրբգրային խոսքը. «Լավ է բնակվել ամայի երկրում կամ անապատում օձերի և կարիճների հետ, քան բարկացվոտ, կռվարար և վիճող կնոջ հետ»։ Պատերազմը հյուծում է։ Ոչ միայն ուրիշներին, այլև մեզ։ Կանայք ստեղծված են լինելու առողջ և եռանդուն, սիրառատ և սրտաբաց։ Երբ դեմ ենք գնում արարչության մեր սկզբնական մտահղացմանը կամ նպատակին, իրականում ֆիզիկապես պատերազմում ենք մեր մարմնի դեմ։ Մենք ոտնահարում ենք այն կենսատու, զորացնող և աջակցող դերը, որ կարող ենք կատարել մեր կյանքում, անկախ նրանից ամուսնացած ենք, թե ոչ։ Երբ մինչև պոռթկալու աստիճան զսպում ենք մեր մտքերն ու հույզերը, հիշենք, որ սա օգտակար չէ որևէ մեկի համար։ Սա չի փրկում մեզ կոնֆլիկտից, այլ միայն հանգեցնում է ներքին չարամտությանը, որը վնասում է մեզ և շրջապատողներին։ Եկեք խոսենք ճշմարտությունը սիրով, այնպես որ լսելի լինի, և ներդաշնակ ապրենք Աստծուց տրված առողջ, եռանդուն, սիրառատ էությամբ։ Եկեք աղոթենք։ Տեր, տուր ինձ ճշգրիտ պատկերացում իմ էության մասին որպես կնոջ։ Սովորեցրու լինել հեծ, սակայն ուժեղ, ծառայելով քեզ և գործածելով քո տված ձայնը ճշմարտությունը սիրով ասելու համար։